Խելքի բլից։ Ողջույն, սա Խելքի բլիցն է, որտեղ միտքդ երբեմն խուտուտ է տալիս, իսկ հիշողությունը դավաճանում քեզ, բայց որ ադրենալինդ հաստատ խաղի ընթացքում բարձրանում է, դա միանշանակ է։ Ծանոթանանք այսօրվա մասնակիցների հետ։ Անի Մնացականյան ունի 3 մասնագիտություն, 3-ն էլ կապ ունի դիզայնի հետ՝ պրոդուկտ դիզայներ, ինտերիեր դիզայներ եւ գրաֆիկ դիզայներ։ 8 տարի սովորել է համալսարանում եւ այժմ էլ դասավանդում է եւ այնտեղ եւ IT դպրոցում։ Իսկ 22 տարեկանում հասցրել է դառնալ արվեստի դպրոցի տնօրեն։ Անի, հիմա քանի տարեկան ես։ Գաղտնիք է։ Ինչու։ Հասկանանք, ինչքան ժամանակահատվածում ես հասցրել այսքան բանն անել։ Հիմա 30 տարեկան եմ։ Վերջին 8 տարիների իմ զբաղվածության մասին էր այս ամեն ինչը, արվեստի դպրոցի տնօրեն, դասավանդում, IT դպրոց, համալսարան։ Ամեն ինչ հասցրել ես անել։ Իսկ ինտելեկտուալ խաղեր սիրում ես։ Փորձ չունեմ։ Այսօր կհասկանամ սիրում եմ, թե չէ։ Երբևէ նայել ես, ինչ որ փորձել ես դու էլ գտնել միասին մասնակիցների հետ հարցերի պատասխանները։ Նայել սիրում եմ, ուրիշների պատասխաններին հետևել այդ ամբողջ ընթացքը էմոցիաները, բայց ինքս փորձ չունեմ, խաղի այսօր փորձենք ու հասկանանք, դուր գալիս եմ ես, թե չէ։ Փորձենք։ Ծանոթանանք մյուս մասնակցի հետ, Հունան Թաթոսյան, 27 տարեկան, մասնագիտությամբ բժիշկ թերապևտ, պլանավորում է դառնալ պլաստիկ վիրաբույժ։ Հունանը փոքր տարիքում փորձում էր իր ծնողներին համոզել, որ իր գլխում համակարգիչ կա։ Այդ պատճառով էլ այդքան շատ խելացի է։ Հունան, ի վերջո, հաջողվեց քեզ համոզել տանեցիներին։ Կարծում եմ, այո։ Ո՞նց ես փորձել։ Ընթացքն էլ եւ դպրոցում սովորելը եւ հետագա իմ ուսման ուղին ցույց տվեց, որ դա իրականություն էր, կարելի ասել։ Իսկ ինչու է իր մտածում, որ իմ գլխում հաստատ համակարգիչ կա։ Եթե հիշենք 2000-ականներում համակարգիչները համարվում էին բավականին խելացի տեխնոլոգիաներ եւ նոր էին մեր Հայաստանում, դրա համար այդ միտքն էր եկել, որ գլխումս համակարգիչ է եւ դրա համար էլ շատ խելացի եմ ու շատ խելացի բաներ եմ անում։ Իսկ թե որքան խելացի ես այսօրվա ինտելեկտուալ խաղում, դա վերջն է կանապես, այո, կպարզենք։ Սիրում ես ինտելեկտուալ խաղեր։ Իհարկե։ Դիտել ես երբևէ մասնակցել գուցե։ Դիտել եմ, մասնակցել հաղորդումներին որպես կանոն չենք մասնակցել, բայց ինտելեկտուալ խաղերի խաղացել ենք։ Դե ես կարծում եմ, որ այսօր մեզ շատ հետաքրքիր խաղ է սպասվում, հաշվի առնելով, որ 2 տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են այստեղ նստած, դիզայներ եւ բժիշկ։ Բացատրեմ խաղի կանոնները, մենք ունենալու ենք 3 փուլ, առաջին փուլում ունենալու ենք 10 հարց, յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար ստանալու եք 1 միավոր։ Սակայն որպեսզի հասկանանք, թե առաջին փուլի ոլորտն ով է ընտրում, մենք ունենք շատ ավանդական տրամաբանական հարց, ես հնչեցնելու եմ այդ հարցը եւ ով առաջինը արագ պատասխանեց այդ հարցին, ինքն էլ կընտրի ոլորտը։ Իսկ եթե չունենանք ճիշտ պատասխան, ապա կընտրենք չինգաչունգի տարբերակը։ Պատրաստ եք։ Պատրաստ ենք։ Գնացինք, ուշադրություն, շարունակեք աֆորիզմը։ Երբ կինն ու ամուսինը միմյանց չեն լսում, նրանց Հաստատ չգիտեմ, բայց ենթադրում եմ լսում են ուրիշները։ մոտ ես։ Հունան կփորձես ավելի կոնկրետ հասկանալ, թե ովքեր են այդ ուրիշները։ Երբ կինն ու ամուսինը միմյանց չեն լսում, Դժվարանում եմ ասել։ Երեխաները, հարևանները։ ապրեսանի հարևանները, նրանց լսում են հարևանները, որովհետև պատերը ի վերջո հաստ լինեն թե բարակ, եթե կինն ու ամուսինը միմյանց չեն լսում, նրանց կարող են լսել հարևանները։ Համարենք այս պատասխանը ճիշտ, որովհետև իսկապես շատ մոտ էիր, այնպես որ դու էլ կընտրես ոլորտը։ Ընտրենք։ Ծանոթացիր ոլորտներին։ Կարող ես կրիսություն անել եւ քո մասնակցին գցել վատ դրության մեջ։ Փչացնում եմ էլի ամեն ինչ։ Չէ, ես կրսություն անել չեմ սիրում, բայց Խաղում կարելի է, դե լավ։ հա, թույլ տալիս եք, ուրեմն անենք կրսություն։ Հետո թող Հունանը ների, ես կապը չունեմ։ Եկեք փորձենք նեյտրալ բան ընտրել, ոչ մասնագիտական անուններ։ Օ, անուններ։ Ինչ ես կարծում, ինչ անուններ են այնտեղ լինելու։ Գաղափար չունեմ, նույնիսկ չեմ պատկերացնում ինչ հարցեր են լինելու։ Շատ էքսպերիմենտալ քայլ էր։ Հունան, գոհ ես։ Նորմալ է։ Գոհ լինի, դժգոհ լինի սա է։ Տեսնենք ինչ է սպասում։ Ոլորտն ընտրված է, սկսում ենք առաջին փուլը անուններ։ Գնացինք, ուշադրություն։ Հայ գրողի գրական կեղծանուն, որն առաջացել է ծաղկի անվանումից։ Ժամանակ։ Անի։ Նարդոս։ Ճիշտ է։ Կնոջ անուն, որը 1 տարի փոփոխությամբ դառնում է ջրվեժ։ Անի։ Վիկտորիա։ Ճիշտ է, բրավո Անի։ Ակտիվացիր Հունան։
Տղամարդու անուն, որով կոչվում է Արամ Խաչատրյանի հայտնի բալետը։ Հիշենք հայտնի բալետները Արամ Խաչատրյանի։ Թվարկիր բարձրաձայն։ Չունենք պատասխան, Սպարտակ բալետի մասին էր խոսքը։ Ուշադրություն։ Կնոջ անուն, որով կոչվում է Արամ Խաչատրյանի մյուս հայտնի բալետը։ Ես նշեմ, որ դա առաջին ազգային բալետն էր հայկական։ Իմ մտքին հիմա օպերաներն են բոլոր գալիս։ Խնդրում եմ։ Գայանե բալետի մասին է խոսքը։ Ուշադրություն։ Ինձ Տարվա եղանակ, որը նաև տղամարդու անուն է։ Մայիս։ Տարվա եղանակ հունան։ Տարվա եղանակ։ Շատ երկար մտածելու երեխեք կարիք կա, 4 հատ տարվա եղանակ ունենք։ Գարուն։ Ապրեսանի։ Արդար շիտակ բարերի հոմանիշ, որը նաև կնոջ անուն է։ Արդար շիտակ։ Բարերի հոմանիշ։ Հոմանիշները հիշեք։ Ազնիվ։ Ճիշտ է, բրավո հունան։ Վերջապես։ Ուշադրություն, կնոջ անուն, որը նաև բնութագրում է ամաչկոտ, հեզ մարդուն։ Ով էր առաջինը։ Զիջում։ Անին էր, կարծես թե, պատասխանի։ Համեստ։ Ճիշտ է։ Կնոջ անուն, որը նաև մեղուները վերցնում են ծաղկից պատրաստելու մեղր։ Անի։ Նեկտար։ Ապրես, մի քիչ ակտիվ երեխեք։ Կնոջ անուն, որը 1 տարի փոփոխությամբ դառնում է Բուլղարիայի մայրաքաղաքը։ Անի։ Սոֆիա։ Ճիշտ է։ Եվ վերջապես վերջին հարցը, շախմատի խաղաքար, որը նաև կնոջ անուն է։ Անի։ Հունաններ թե անին էր։ Հունանը։ Դե լավ, հունան։ Ապրես, ճիշտ է։ Ապրեք երեխեք։ Իրականում վատ չէր։ Գոհեք։ Կարող էր ավելի լավ լինել, բայց դժգոհել չենք։ Կարծում եմ առաջին փուլի համար լավ ոլորտ է իրընտրել։ Սկիզբն է, Հետաքրքիր, տականում ենք։ Եվ էքսպերիմենտ էր եւ հետաքրքիր էր։ Ոլորտն ընտրելուց գաղափար չունեի, ինչ հարցեր են լինելու Բայց ընդհանրապես։ միայն փաստորեն բալետները ծանոթ չէ ձեզ։ Միայն չէ, բայց ոչ թե ծանոթ հիմնականում չէր, այլ ուղղակի ոնց որ մոռացել էիք։ մոռացել ենք։ Եվ այսպիսով ամփոփենք առաջին փուլը 6 միավոր վաստակում է Անին եւ 2 միավոր Հունանը։ Անի, իսկապես լավ է, Հունանը կեսից ակտիվացավ, տեսենք երկրորդ փուլում ինչ է լինելու։ Բացատրեմ նաեւ երկրորդ փուլի կանոնները, այս անգամ ոլորտն ընտրում է առաջին փուլում շատ միավորներ վաստակած մասնակից, այսինքն Անին, այնպես որ կրկին դու ես որոշելու խաղի ընթացքը։ Այս անգամ մի փոքր կզիջենք Հունանին ու կընտրենք կենսաբանություն թեման։ Խնդրում եմ, դու պատրաստվում ես պարտվել։ Այո, պատրաստվում եմ զիջել այս փուլը։ Դրա արժևում ունենք փուլ։ Դու կարող ես այդ ոլորտը թողնել երրորդ փուլում, բայց չէ։ դու ընտրեցիր։ Լավ։ Հունանը կարծում եմ շատ գոհ է։ Միանշանակ։ Սկսում ենք երկրորդ փուլը, ոլորտն է կենսաբանություն։ Ուշադրություն։ Ինչպես է կոչվում մարդու օրգանիզմի մայր զարկերակը։ Հունան։ Աորտա։ Բրավո։ Որն է մարդու ամենամեծ օրգանը։ Հունան։ Մաշկ։ Ճիշտ է։ Որ օրգանների միջոցով է արյունը մաքրվում ածխաթթու գազից։ Թոքեր։ Ճիշտ է։ Որ գեղձն է արտադրում թիրոքսին հորմոնը։ Վահանաձև գեղձ։ Բրավո, խնդրում եմ։ Կարաս ինձ ասես դու սխմի, հետո կողքից Անի ջան, դու ես ընտրել ոլորտը հիշիր։ Ինչպես են կոչվում արյան մեջ սպիտակ բջիջները։ Չգիտեմ։ Չէ, Հունան պետք չի զիջել։ Լեյկոցիտներ։ Ճիշտ է։ Որն է մարդու կենտրոնական նյարդային համակարգի հիմնական օրգանը ողնուղեղից բացի։ Հունան, խնդրում եմ։ Գլխուղեղ։ Որն է ստամոքսում արտադրվող այն թթուն, որն օգնում է մարզել սնունդը։ Ստամոքսահյուր։ Ոչ, Աղաթթու։ ճիշտ է։ Որ օրգանն է ըմպանը միացնում ստամոքսին։ Կերակրափող։ Ապրես։ Որ հորմոնն է կարգավորում գլյուկոզայի մակարդակը արյան մեջ։ Անի։ Ինսուլին։ Ճիշտ է, մեկ միավոր վաստակում է Անին, տխուր է նա։ Մի քիչ թուլացանք։ Բայց ոչինչ։ Եվ վերջին հարցը, որոնք են միզային համակարգի գլխավոր օրգանները։ Երիկամները։ Ճիշտ է, բրավո։ Իսկապես այս ոլորտը։ Ես որ հիվանդ լինեմ կգնամ Հունանի մոտ, հիվանդանոց բժշկի։ Անի, բայց ինչու ընտրեցիր ախր սա։ Դու գիտեիր, որ այստեղ դու շանս չունես։ Տեսիմ։ Ես գոհ եմ։ Ոչինչ, հուսով եմ ինքն էլ իմ հանդեպ բարի կգտնվի ու ինձ հարմար ոլորտ։ Բայց հանուն արդարության ասեմ, որ այդքան էլ բարդ հարցեր չէին, եթե դպրոցում հիշեիր կենսաբանության դասերը, գուցե եւ ինչ-որ բաներ այո հիշեիր։ Հիշելը կհիշեի, բայց Հունանն այնքան արագ էր պատասխանում, որ Հունանն անգամ դանդաղեցնում էր։ Ասում էր որ Ամփոփենք երկրորդ փուլի արդյունքները։ 1 միավոր վաստակում է Անին եւ իհարկե 9 միավորը տալիս ենք Հունանին։ Բրավո։
Հիմա արդեն պահն է վճռական երրորդ փուլին անցնելու, այստեղ արդեն պայքարը բաժանվում է, դուք մրցելու եք միմյանցից առանձին, ես դրա համար խորհուրդ էի տալիս կենսաբանությունը այստեղ թողնել, բայց դու չլսեցիր ինձ։ Այնպես որ հիմա դու պետք է ընտրես Հունանի համար ոլորտ, իսկ Հունանը քեզ համար ոլորտ։ Ես կարամ այստեղ շատ կռիսություն անեմ։ Բա որ ասում եմ, Անի ջան, խաղի սկզբից էդ եմ ասում։ Ամեն ինչ փոխադարձ է։ Դե դու ընտրի, հետո ես ընտրեմ։ Ոչ։ Տեսելի զիջումը, ոչ Անի Չէ, ինքը ընտրի։ ընտրի, տեսնեմ որ ոլորտն է կռիսություն անում, թե չէ նոր հետո ես։ Դու իրեն բավականին օգնել ես, կարող ես Հա, չէ։ հանգիստ կրիսություն անել։ Ընտրում եմ դրսի գրողներ թեման։ Օ, Հունաննա քեզ Շախ շախով եւ 0 մատ։ է անում այո։ Իսկ դու Դու կռիսություն մի արա։ Ես նախորդ փուլին շատ բարի քո հանդեպ, դու կարող ես Այս կյանքում ամեն ինչ չի որ արդար է։ մի մոռացիր նա բժիշկ է։ Լավ։ Բացատրիր իմաստը։ Իմաստը, ինչպես կասեր, այո։ իմաստը։ Շատ լավ, ոլորտները կարծես թե ընտրված է, մեզ մնում է սկսել երրորդ փուլը։ Գնացինք։ Սկսում ենք երրորդ փուլը, խաղում ենք Հունանի հետ։ Որ պիեսում են մարդիկ սպասում խորհրդավոր մարդուն, որն այդպես էլ չի գալիս։ Գոդոյին սпасելիս։ Վաու, բրավո, բրավո։ Ով է գրել Աստվածային կատակերգությունը։ Շատ հայտնի է նա։ Դժոխային այդ պատկերներն ով է նկարագրել։ Դանթե Ալիգերի։ Ինչպես էր Ոդիսևսի կնոջ անունը։ Պենելոպե։ Ճիշտ է, որ հակաուտոպիական վեպում է նկարագրված ապագան, որում այրում էին եւ արգելում գրքերը։ 451 աստիճան ըստ Ֆարենհայտի։ Դոն Կիխոտի իրական անունն ինչ է։ Գրքում։ Չունենք պատասխան Ալոնսո։ Ես գոհ եմ իմ ընտրությունից։ Շեքսպիրի որ ողբերգության մեջ է խոսվում միջին դարերի թագավորի մասին, ով ուզում էր կիսել իր թագավորությունը 3 դստրերի միջև։ Շեքսպիրի ստեղծագործությունները հիշիր, արագ-արագ փորձիր մտաբերել թագավորի մասին։ Լիրարքան։ Լիրարքա, այո, ճիշտ է։ Ով է գրել Իլիականը եւ Ոդիսականը։ Հոմերոսը։ Այո, ճիշտ է։ Ինչպես էր Վարպետն ու Մարգարիտան վեպի Սատանայի անունը։ Օ։ Վոլանդ։ Որ պիեսում է ասվում լինել թե չլինել, այս է խնդիրը։ Օ, Սա արդեն եթե չասես, ես չգիտեմ, գնում եմ։ մի վարքան։ Ժամանակ։ Որ ասма լեզվից ծերին է։ Շեքսպիրն է գրել։ Հիշիր, հայտնի։ Ռոմեո եւ Ջուլիետ։ Ոչ, Համլետ։ Համլետ։ Ով էր այն թռիչքներ եւ ինքնաթիռներ սիրող մարդը, որը պատմեց թռչել սովորող ջայի մասին։ Անցանք։ Ռիչարդ Բախ։ Բայց ես իսկապես չէի սպասում, որ դու Դե, առհասարակ ո՞ն է։ մեկ հարց կպատասխանես, որովհետեւ բժիշկ ես, ի վերջո ուղղությունը տայել է, բայց փաստորեն շատ գրքեր ես նաեւ կարդացել գեղարվեստական։ Գոհ ես արդյունքներից։ Դժգոհ չեմ համենայն դեպս։ Շատ լավ, վերջում կիմանանք արդյունքները, բայց հիմա ես առաջարկում եմ շարունակենք խաղը Անիի հետ։ Անին բավականին ցուցաբերեց այստեղ իր կրիսական, ինչպես ասում են, վերաբերմունքը, փորձելով հաշիվը հոգուտ իրեն օգտագործել։ Ես նախորդ փուլին եմ Կարծում եմ բարի գտնվել։ տրամաբանությունը կաշխատի եւ իմաստը կբացատրես։ Անի, սկսում ենք։ Ինչ է նշանակում Դանայան տակառ։ Այս հեչ բարի չէր, չգիտեմ։ Ծանր ապարտյուն աշխատանք։ Օ, Ինչ է նշանակում Ռուբիկոնն անցնել։ սա էլ չգիտեմ։ Վճռական քայլ կատարել։ Աքիլեսյան գարշապար։ Դու ավելի կրիսական ես գտել թույլ օղակ թույլ տեղ։ Խոցելի տեղ, այո, ճիշտ է։ Խնդրում եմ, կենտրոնացիր, Հունանին մոռանալ Լավ, չպա։ всё։ Այո։ Սիզիփոսյան աշխատանք։ Չէ։ Անօգուտ աշխատանք։ Ավգյան ախոր։ Չէ, ես 0 եմ գնում այս փուլում, բայց չէ։ Բայց կարող ես նաև փորձել Փորձել։ տրամաբանել։ Ախոր, Ավգյան ախոր։ Չափազանց կեղտոտ տեղ։ Օ, Տրոյական զի։ ես տրոյական ձին գիտեմ, բայց բացատրել իմաստը։ Նվեր թշնամուն ծուղակը գցելու համար։ Ով է սկյուտարի սոխակը։ Գրող է նա, հուշում եմ։ Պետրոս Դուրյան։ Ով է ավարայրի բլբուլը կամ պլպուլը, պլպուլն ավարայրի, այսպես են կոչում նրան։ Նա ականատես է եղել ավարայրի ճակատամարտի դեպքերին եւ գրել է, հետո նկարագրել է դա իր գրքում։ Ով էր այդ պատմիչը։ Խորենացի։ Ոչ Եղիշան։ Ով է Հարդագողի ճամփորդը։ Ես հրաժարվում եմ այս փուլից ուղակի։
Աստվածներից է նա։ Վահագն։ Այո, արդեն ուշ էր, բայց ով է նորավեպի իշխանը։ Նովելներ է նա գրել։ Չունենք պատասխան։ Ոչ։ Գրիգոր Զոհրաբ։ Անի։ Շատ տեսա ինչ արեց քեզ այդ փուլ էր, Հունանը։ այո, ես երկրորդ փուլը Իսկ ուղղակի նվիրեցի Հունանին, բայց ոչ չի, ոչինչ։ Հա? Սովորում ենք, այո, Այո։ սովորում ենք, հիշում ենք։ Կային այստեղ արտահայտությունները, որոնք ծանոթ էին, բայց Իհարկե, մոռացել էին։ կային շատերը կարող էի տրամաբանելու պատասխանել, Որը բայց օրինակ։ տրոյական ձին, այն որ ակնհայտ էր Դու զուտ ուղղակի։ կենտրոնացել էիր, որ Հունանը որոշել է քեզ պատժել։ Այո, այո։ Շատ լավ, Ոչինչ։ առաջարկում եմ ամփոփել արդյունքները, որովհետև այս փուլով իհարկե որոշելու ենք, թե ով է հաղթելու։ Երրորդ փուլում Հունանը վաստակում է 6 միավոր եւ Անին վաստակում է 1 միավոր։ Եվ հիմա ամփոփենք արդեն ընդհանուր խաղի արդյունքները, որպեսզի հասկանանք, թե ով է այսօր հաղթել եւ իհարկե նրան հանձնենք մեր նվերը։ Այսօրվա Խելքի բլիցի ընդհանուր արդյունքներով Հունանը վաստակում է 17 միավոր եւ Անին վաստակում է 8 միավոր։ Այսպիսով հաղթում է Հունանը, բրավո, այո, ջախջախի չաղցնակ։ Եսի սրտե Գրիսաբար ադրես Անի։ Անի տխուր ես, բացարձակ շատ ուրախ եմ Հունանի համար։ որ իմանայիր կենսաբանությունը չէիր ընտրի նրա Հա, համար։ իհարկե։ Բայց ես քեզ ասում էի, հուշում էի, օգնում էի ամեն Ես ձև։ մտածում էի, որ կարելի է երկրորդ փուլում կենսաբանությունը տալ, ու հետո երրորդ փուլում այնպիսի թեմա ընտրել, որ ինքը չպատասխանի, բայց պարզվեց, որ Հունանը բազմակողմանի զարգացած անձնավորություն է։ Հունան երջանիկ ես։ Ուրախ եմ։ Երջանիկ լինելու համար դեռ շատ բաներ են պետք։ Փոքր բաներից չես երջանկանում, հասկացանք։ Երջանկանում եմ, բայց Բայց ես այդ բաչի։ ուրախանում եմ ավելի շատ ասել։ Շատ լավ, այժմ պահն է, որպեսզի հանձնենք մեր հաղթական նվերը Հունանին։ Հունան մենք քեզ նվիրում ենք այս անակնկալ գիրքը, կարող ես կարդալ Շնորհակալություն։ եւ իհարկե հետո ինչու ոչ կիսվել Նևանի հետ։ Այստեղ արդեն գրիսություն անենք Միասին պետք չէ։ կկարդանք։ Այո։ Կարող ես տալ, ես առաջինը կարդամ։ Մի հատ էս ինչ գիրք է, հավանում ես, չես հավանում։ Տեսնենք։ Օ, շատ լավն է։ Մտածել ինչպես Էյնշտեյն։ Այո։ Սովորեք Շատ մտածել լավ ինչպես գիրք։ Էյնշտեյնը։ Կարծում եմ Շնորհակալ շատ եմ։ բան կարելի է սովորել այս գրքից։ Խաղը հետաքրքիր էր, մի հատ այսպես Շատ։ ամփոփենք։ Տպավորությունները շատ լավն են, շատ հետաքրքիր էր, շատ ուրախ մթնոլորտ էր, ամեն ինչ դուր եկավ։ Դու անի։ Գիտեք հետաքրքիրը որն է, երբ որ կողքից ես նայում խաղը, քեզ ամեն ինչ շատ պարզ ու հեշտ է թվում, բայց երբ որ դու ես լինում այդ լարված իրավիճակում, ուղեղդ ոնց որ անջատվի։ Զորի մոտ մի փոքր ուղեղն անջատված վիճակ էր, բայց ես գոհ եմ։ Հաջորդ անգամ Հունանին Իհարկե։ ուղղակի չես բերի քեզ հետ եւ Հա, կգաս ես մենակով անպայման կհաղթես։ Չէ, մենակով չէ։ Կբերեմ ավելի թույլ։ Մրցակից։ Այ հիմա հասկացար ինչա պետք անել։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ խաղին մասնակցության համար, իսկ դուք սիրելի դիտողներ շարունակեք դիտել մեզ եւ ինչու ոչ, եկեք այստեղ միասին կխաղանք Խելքի բլից, որովհետեւ մեր բոլոր խաղերը հետաքրքիր են եւ թեժ։ Խելքի բլից, գիտենք որ գիտես, մնում է հասցնես։